Բարի երեկո, տիկնայք եւ պարոնայք։ Մենք շարունակում ենք ինչ որտեղ երբ հայաստանյան խաղերի ձմեռային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա եւ Հայաստանում ինտելեկտուալ շարժման պաշտոնական գործընկեր Liga Insurance ապահովագրական ընկերության հովանու ներքո։ Տիկնայք եւ պարոնայք, ձմեռային եթերաշրջանի առաջին մրցութային խաղում Արամ Անանյանի թիմը 3-6 հաշվով պարտվեց հեռուստադիտողներին եւ դուրս մնաց հետագա պայքարից։ Այսօր ձմեռային եթերաշրջանի երկրորդ մրցութային խաղն է։ Եվ ես խաղի եմ հրավիրում Արմեն Բալյանի թիմին։ Մաշկա վեներաբան Արամ Շահվերդյան, ստոմատոլոգ Օնիկ Աչեմյան, ծրագրերի ղեկավար Արման Հայրապետյան։ Մանկական օրթոպեդ Արամ Չոբանյան, իրավաբան Վարդան Գրիգորյան եւ թիմի ավակ Մարմարե հարցվի մրցանակակիր գործարար Արմեն Բալյան։ Արմեն Բալյանի թիմի դեմ այսօր կխաղան Էդգար Մինասյանը, Հայկ Սահակյանը, Սամվել Ներսիսյանը, Սուպեր Բլից, Կարեն Աբրահամյանը, Ալբերտ Նուշիկյանը, Էդգար Գևորգյանը, Բլից, Պատվական Համբարձումյանը, Վլադիմիր Գալստյանը, Էվելինա Մարտիրոսյանը, Ալբերտ Մինասյանը եւ հարց Յունիբանկից։ Ինչ որտեղ երբ ձմեռային խաղեր, հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների, հաղթող կճանաչվի այն թիմը, որը կվաստակի 6 միավոր։ Հաշիվն է 0-0, առաջին խաղափուլ։ Բարի երեկո հարգելի գիտակներ։ Պարոն Բալյան, արդեն 4 տարի անընդմեջ ձեր թիմը դուրս է գալիս ձմեռային եթերաշրջան։ Ինչ եք կարծում, որն է թիմի հաջողության գրավականը։ Մենք փորձում ենք ամեն խաղում խաղալ միջև վերջ, խաղալ մարտնչել այսպես ասած միջև վերջ, ինձ թվում է ամենակարևոր գրավականը դա է, չհանձնվել, խաղալ եւ շարունակել այդպես։ Հաջողություն եմ մաղթում թիմին։ Շնորհակալություն։ Ձեր դեմ խաղում է Կարեն Աբրահամյանը, մենեջեր Երևանից։ Ըստ էության, այս երկու գործընթացներում էլ օգտագործվում է տարբեր բնութագրեր ունեցող միևնույն ֆիզիկական օբյեկտը։ Առաջին գործընթացի արդյունքը ըստ երգիծաբան Կոնստանտին Մելիխանի ցույց է տալիս մեր անցյալը, մինչդեռ երկրորդի արդյունքը բացահայտում է մեր ապագան։ Ուշադրություն հարցը. ինչպես ենք մենք առօրյայում սովորաբար անվանում այդ արդյունքները, ժամանակ։ Մեր անցյալն է ցույց տալիս, ինչը կարող է լուսանկարի հետ կապված, բոլորը որ մեր անցյալն է ֆիքսում, ժամացույց նայել։ Կարող է բանա, ինչ որ բան մեմուարներ կամ ինչ որ բաներ օրագիր, կարող է ժամացույց ու զարթուցիչ, օրինակ ապագան այնա, որ այդ ժամին զարթնելու ես, անցյալն էլ երկու գործընթաց, որից առաջինն է անցյալը ցույց տալիս, մյուսը ապագան։ նույն ֆիզիկական օբյեկտն է։ Հիշել, երազել, գրել։ Ասենք մուրճը հաջորդի բանա Նույն բանն է տարբեր ֆիզիկական բաներով։ Երկու գործընթաց է։ Ասենք մուրճը հաջորդի ժամանակ օգտագործում ես անցյալից ինչ որ իր վաճառելու համար, ապագայի համար ինչ կարող լինի։ Ինչ որ հայ լինի, առավոտը քեզ տեսնում ես, անցյալն ես հիշում։ Չգիտեմ, գոն, չորնի ящик։ Կարող է բանով որտեղա որ ապագայի վերաբերյալ ինչ։ Չորնի ящик կարող է ապագան։ մի կողմ ապագան, մի կողմ Ящիկը կարող է ապագան, որ ինչա լինելու մեջ։ Երգիծաբանը դրա մասին դժվար Համալուտի մեջ էլ ինչա եղել։ Այդ մութ անցյալի առնը կարա այդպես Ժամանակ։ Պարոն Բալյան, ով է պատասխանում։ Տվյալ դեպքերում մենք տրադիցիա ունենք, ես եմ պատասխանում։ Գործընթացը կոպեկ գցելն է, այսինքն մի կողմից եւ երկու կողմից երկու ռեզուլտատով ինչ որ գործընթաց։ Այդ դեպքում որն է անցյալը, որը
ապագան հարցը հետևյալներ, ինչպես ենք մենք առօրյայում սովորաբար անվանում այդ արդյունքները։ Արդյունքները մենք անվանում ենք, ես կներեք ռուսերեն կասեմ, արյոլ իրեշկը։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ըստ երգիծաբան Կոնստանտին Մելիխանի, մեր անցյալը պարոնայք ցույց է տալիս լուսանկարը, մինչդեռ մեր ապագան մենք կարող ենք իմանալ ռենտգենյան նկարի օգնությամբ։ 1-0 հոգուց հեռուստադիտողների Կարեն Աբրամյանը բերում է առաջին միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Ինչ որտեվ երբ ձմեռային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, Հայաստանի ինտելեկտուալ շարժման պաշտոնական գործընկեր, Լիգային շուրանս ապահովագրական ընկերություն։ Մեր վստահելի գործընկերն է Եվրոստանույութ ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը, գովազդ Armenia TV-ի եթերում։ Ուշադրություն, այսօրվա խաղի լավագույն գիտակին, ժամանակակից հայ բանաստեղծ Դավիթ Մշեցին նվիրում է վիրավոր արջի վերադարձը վերտառությամբ իր հեղինակած բանաստեղծությունների ժողովածուն սեփական մակագրությամբ։ Մեզ գրքեր տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում Զանգակ գրատների ցանցին։ Գրատան գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել zangakbookstore.am կայք։ Շարունակում ենք խաղը, երկրորդ խաղափուլ։ Պարոն Բալյան։ Այո։ Իսկ լուսանկարվել սիրում եք դուք անձամբ։ Ժամանակը գիտի, պարոն հաղորդավար։ Երբեմն դուրս գալիս է, երբեմն ոչ։ Իսկ սելֆի։ Հոգեվիճակից կախված, նույնպես։ Իսկ ո՞րն է ձեր կարծիքով բոլոր ժամանակների ամենաստացված լուսանկարը։ Իմ թե ընդհանրապես։ Չէ, ընդհանրապես։ Տվյալ դեպքում արդեն ընդհանրապես։ Ընդհանրապես, այս պահին տենց կոնկրետ չեմ նշի, բայց շատերը կան տպավորիչ նկարներ, որոնք հիշվում են եւ Առաջինը երևի թե Էյնշտեյնի լեզուն է։ Կարա լինի, կամ Չերչիլի, այո, հայտնի։ Ձեր դեմ խաղում է Վլադիմիր Գալստյանը, բժիշկ, քաղաք Սարատով, Ռուսաստան։ 2003 թվականի վերջին ռուսական ապահովագրական ընկերություններից մեկն առաջարկեց ապահովագրության մի տեսակ, որը ծածկում էր կոտրվածքների, այրվածքների, ցրտահարության, չափից շատ ուտելու եւ խմելու, ինչպես նաև ծեծի հետևանքով առաջացած առողջական խնդիրների հետ կապված ռիսկերը։ Ուշադրություն հարցը։ Ում համար էր նախատեսված ապահովագրության այդ տեսակը։ Ժամանակ ձմեռ Ձմեռ պապի հաջորդը VDV-ն է գալի։ Մյուսը ժամանակից առաջ մի խոսեք։ Սաղ բանի հետ ալնելու դեկտեմբերի Սարտահարությունը չի բռնում։ Անտունների մասին, Ձմեռ պապի Ալպինիստների մասին, կոտրվածք, այրվածք, ցրտահարություն, Էդի հասկացանք, էդի ունենք, հասանիքների ժամանակն իրար ծեծում, հասանիք անողներ։ Մեր մոտ։ Չէ, ընդեղ էլ անում։ Ավելի շատ ան։ բացի ձմեռ պապերից էլ ով լինում դեկտեմբերի վերջին, Առաջի տարվա վերջ։ Տարվա վերջին։ Առաջ ընդունել են, չի նշանակում, որ դրա բանն է, էլի։ Որպես տարբերակ։ Բանի երկրպագուների համար Boxing Day։ Ոստան դեռ շատ ուտել չկա։ Ուտել խմել նոր տարվա սեղան է գալիս ուտել։ Դե ունենք ուրիշ վերսը բան։ Ունիք, հստակ։ Պարոն Բալյան, ձեզանից չէր նկատի ունեմ թիմից վերջի 10 վայրկյանը ոչ մի ձայն չկար սեղանի շուրջ։ Ով է Աճում պատասխանում։ ենք, մեծանում ենք։ Օնիկա Աճեմյան։ Լսում ենք ձեզ, պարոն Աճեմյան։ Պարոն հաղորդավար, միայն ձևակերպումը կկրկնեք։ Ում համար էր նախատեսված ապահովագրության այդ տեսակը։ Ձմեռ պապերի։ Ձմեռ պապերի։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Նա կարող էր ընկնել եւ կոտրվածքներ ստանալ, ցրտահարվել երկար ժամանակ դրսում գտնվելու արդյունքում, այրվածքներ ձեռք բերել տոնածառի պարագաներից, չափից շատ ուտել կամ խմել հյուրընկալվելիս եւ Աստված մի արասցեն նրա վրա կարող էին հարձակվել դժգոհ
հաճախորդները ապահովագրության այս տեսակը նախատեսված էր Ձմեռ պապի համար, այն մարդկանց համար, ովքեր աշխատում էին որպես Ձմեռ պապ։ 1-1։ Տիկնայք եւ պարոնայք, իսկ մեր խաղին ներկա է Աթենք ընկերության PR բաժնի ղեկավար Մարիամ Ղարզյանը։ Բարի երեկո, Տիկին Ղարզյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Ղարզյան, 2025 թվականին Աթենքը նոր մակարդակի բարձրացրեց իր արտադրական հզորությունները։ Գետամեջում բացելով մսամթերքի տարածաշրջանում ամենամեծ եւ տեխնոլոգիապես ամենահագեցած գործարանը։ Ինչպես է այս քայլը նպաստում բրենդի դիրքավորմանը եւ Աթենքի մասին հանրային ընկալման ձևավորմանը։ Պարոն հաղորդավար, նոր գործարանով մեր ընկերությունն իր դիրքն ապահովեց որպես ազգային վստահության բրենդ, ապացուցելով, որ այստեղ Հայաստանում կարելի է ունենալ այնպիսի արտադրություն, որը տեխնոլոգիապես զարգացած է, միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան է եւ ժամանակակից, ինչի մասին վկայում է մեր ISO 22000-ը։ Մենք նաեւ ցույց տվեցինք, որ երկարաժամկետ մտածող ընկերություն ենք եւ ներդրումներ ենք անում ոչ միայն արտադրական process-ների մեջ, այլև մարդկանց, ստեղծելով բազմաթիվ աշխատատեղեր, ապահովելով կայուն եւ բարձր եկամուտներ հայ ընտանիքների համար։ Նաեւ հանրային խոսքն է մեր շուրջը փոխվել, մարդիկ արդեն սկսել են մեզ ընկալել ոչ միայն որպես մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություն, այլև ընկերություն, որը ներդրումներ է կատարում Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Շնորհակալություն։ Ինձ մնում է հիշեցնել միայն, որ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ կպատասխանեն, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվեր քարտով, իսկ թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը։ Շարունակում ենք խաղը, երրորդ խաղափուլ։ Պարոն Շավերդյան, Ես եմ։ այս տարի պատրաստվում եք Ձմեռ պապ հրավիրել ձեր տուն։ Հաշվի առնելով, որ դեկտեմբերի 31-ին սովորաբար ես հերթապահ եմ լինում հիվանդանոցում։ Իսկ երեխաներին գոնե նվերները արդեն նախապատրաստել եք։ Թող Ձմեռ պապին մտածի։ Էդ էլ մտածի խեղճ Ձմեռ պապին։ Չմոռանանք, որ երեխաները նայում են։ Սուպեր բլից։ 3 հարց, որից յուրաքանչյուրին պատասխանելու համար գիտակին տրվում է 20 վայրկյան ժամանակ։ Պարոն Բալյան, ով է մնում սեղանի Դե շուրջ։ մենք պրոֆեսիոնալ ունենք այդ գործում, Վարդանը Գրիգորյան։ Որպեսի թիմը վաստակի մեկ միավոր, պարոն Գրիգորյանը պետք է պատասխանի բոլոր 3 հարցերին։ Ես խնդրում եմ բացարձակ լռություն դահլիճում։ Ուշադրություն, առաջին հարցը։ Ֆլորենցիայի տարբեր փողոցներում կարելի է հանդիպել տներ, որոնք համարակալվում են 12.5 հասցեի տակ։ Օրինակ, Գարիբալդիի 12.5։ Լիլիթ Չախոյանը Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքից հետաքրքրվում է, ինչպիսի մարդիկ են ապրում այդպիսի հասցեներում։ Ժամանակ։ Ժամանակ, պարոն Գրիգորյան։ Ճիշտն ասած լավ վարկած չունեցա, ցավոք սրտի ենթադրեմ, որ այնպիսի մարդիկ են, որոնք ավելի ուշ են բնակություն հաստատել, ինչ որ այլ քաղաքներից են տեղափոխվել եւ տները sense համարակալել են ավելի ուշ։ Հասկանում եմ, որ երևի ճիշտ պատասխան չի ուղղակի։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Այդպիսի հասցեներում, պարոն Գրիգորյան, ապրում են սնահավատ մարդիկ, ովքեր նախընտրում են չապրել 13 համարը կրող տներում։ Լիլիթ Չախոյանը բերում է երկրորդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Իսկ մենք շարունակում ենք խաղը, 4-րդ խաղափուլ։ Ինչ որտեղ երբ խաղի բոլոր սիրահարների համար մենք ունենք լավ նորություն։
Նոր ինտելեկտուալ ակումբում պարբերաբար կազմակերպվում են մրցաշարեր, որոնց հաղթողները կստանան բացառիկ հնարավորություն մասնակցելու ինչ-որտեղ երբ հեռուստաակումբի 2026 թվականի արտամրցութային խաղերից մեկին։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 043 006 995 հեռախոսահամարին։ Ձեր դեմ խաղում է Էդգար Մինասյանը, մենեջեր Երևանից։ Ուշադիր։ Սայրուս Մելիքյանը ծնվել է Ֆիլադելֆիայում։ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած ներգաղթյալների ընտանիքում։ Մի անգամ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օհայոյի ռազմաօդային ուժերում ծառայելիս նա շատ էր ցանկացել անել մի բան, ինչը մեզնից շատերն անում են ամեն օր։ Սակայն զորամասում նրան ասել էին, որ նա կարող է դա անել միայն ճաշի ժամին։ Ուշադրություն, հարցը։ Ինչ էր ցանկացել անել Մելիքյանը։ Ինչ հորինեց նա հետագայում, ինչը թույլ տվեց մարդկանց ստանալ իրենց ուզածը ցանկացած պահի ժամանակ։ Ուզեցե տեսնի։ Ռասվարի մի կոֆե ասարկել։ Հա, լավ է, կոֆեն այդ ժամանակ են սարքել։ Հայկական ռեալիա պետք է ասում մենք Պասալի չենց հայկական։ Խմելու ինչ որ մի բան ջուրը օրինակ հայկական հայկական ջուրը Կանենք այդ մարդը մենակ կարա ճաշի ժամին։ գուցե կուլերն ա ստեղծել օրինակ Ինչ որ հերոստատեսություն սառը ջուր։ սառը ջուր կուլերն ա ստեղծել օրինակ Okay, ցանկ լավ պլաստիկների հետ կապված ինչ որ բան կարա լինի այդ պերիոդում։ Զինվորական է, այսինքն ինչ որ կարգացուցակով ապրող Ու մենք դա կարանք ամեն օր անենք։ Մենք մեզ կարող կրաշնել, չգիտեմ, էլ ինչ։ ճաշի ժամին Ճաշի ժամին կարող ենք։ Ինքը շատ է տենց բան։ Արագ պատրաստման ինչ որ մի բան։ Ա բրթուճ, մեծ ինքը չի հորինել։ Մենք անուններ անում ենք այդ մարդը մենակ կարա ճաշի ժամին։ Նավի ես ինչ որ մի բան զակաստ։ Հակառակը պատիլներ։ մաստակ ծամել գուցե Ինչ էր ցանկացել եւ ինչ էր ստեղծել։ Այո։ Սուրճ է ուզել լուծող։ Այդ ունենք էլ։ Բան չունենք էլ։ Ռոզիչը։ Ժամանակ, պարոն Բալյան, ով է պատասխանում։ Ես կփորձեմ։ Ենթադրենք, որ պարոն Մելիքյանը ցանկացել է սուրճ խմել, բայց այդ հնարավորությունը տեխնիկապես թե ինչ-որ այլ պատճառով եղել է միայն ճաշի ժամին, ուսը ճաշարանում։ Ինքն էլ ստեղծել է այդ հնարավորությունը իր համար, հետագայում ցանկացած պահին, ցանկացած ժամին հնարավորություն է ստեղծել իր համար ինչ-որ մեթոդով, որպեսզի սուրճը խմի։ Ինչ մեթոդով, պարոն Բալյան։ Օրինակ լուծվող սուրճ կամ ինչ-որ ապարատ, որը լուծվող, ապարատ այն ժամանակ արդեն իսկ կար, դա լեում իստում արդեն ստեղծված էր ապարատը, երևի լուծվող սուրճի մասին է խոսքը կամ ինչ-որ այդպիսի սարքի, որը լուծվող սուրճ է սարքում։ Լուծվող սուրճ։ Դա է ձեր պատասխանը։ Լուծվող սուրճ ստեղծելու համար ինչ-որ հնարք։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Մելիքյանը ցանկացել էր, պարոն Բալյան, սուրճ խմել։ Այստեղ դուք ճիշտ եք։ Նա մտածեց, որ հիանալի կլիներ, եթե վաճառքի ավտոմատից հնարավոր լիներ մի բաժակ տաք սուրճ գնել, բայց հայտնաբերեց, որ այդ ժամանակ չկային տաք ըմպելիքներ վաճառող ավտոմատներ։ Արդյունքում 1940-ական թվականներին Սայրուս Մելիքյանը ներկայացրեց աշխարհում առաջին սուրճի ավտոմատը։ Սարքը թղթ է բաժակի մեջ սուրճ էր լցնում, նախապես խառնելով եռմանջուրը, հեղուկ սուրճի խտանյութը, սերուցքը եւ շաքարավազը։ Պարոն Բալյան, դուք ճիշտ եք պատասխանել։ Պարոն հաղորդավար, իմ վերջի ֆրազը ինձ թվում է ամեն ինչ ասում էր։ Այսինքն վերջի ֆրազը ո՞րն էր։ Սուրճ, լուծվող սուրճ կամ ինչ-որ դա լուծվում է այդ սուրճը, ուշարակից կլինի թե չորացածից կլինի, որը մենք ենք տեսել ավելի շատ, էական չի, էական այն է, որ ստեղծել է հնարավորություն հնարք, որպեսզի ստանա իր ուզած սիրելի։ Մի վարքյան, պարոն Բալյան, ես մի քանի անգամ հարցրեցի, դուք ասեցիք ապարատ, հետո ասեցիք, բայց ապարատը կար այդ ժամանակ։
Ճիշտ է, թե չէ, ես ճիշտ եմ հիշում։ Ապարատը կար, ապարատը խոսքը գնում էր էսպրեսոյի կամ ինչ-որ տես բանի մասին, որ Իտալիայում կար, ինչ մասին ասեցի, բայց այն սարքը ու հնարքը, որի մասին ես խոսում եմ, ետել եմ նշել։ Լավ, քանի որ մեր դահլիճում ներկա է Տիկին Օվսաննա Առաքելյանը, մեր գլխավոր հովանավոր Յունիբանկի վարչության նախագահի առաջին տեղակալ իրավական սպասարկման եւ ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Տիկին Առաքելյան, բարի երեկո։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Առաքելյան, ես կուզենայի այնուամենայնիվ ձեր կարծիքը իմանալ։ Ես կարծում եմ, կարող ենք համարել, որ պատասխանը ճիշտ է, որովհետև վերջում ավելացրեցին, որ հնարավորություն սուրճը, լուծվող սուրճը ստանալու համար։ Ես մտածում եմ, որ ամեն դեպքում պատասխանը կարելի է համարել ճիշտ։ 2-2, շնորհակալություն։ Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա է Եվրոստանոյոտ ընկերության համասեփականատեր Դավիթ Բադեյանը։ Բարի երեկո, պարոն Բադեյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Բադեյան, ձեր արտադրությունում կարևորում եք եւ դա դեռ շատ հին ժամանակներից ճշգրտությունը մինչև միլիմետր։ Ինչպես եք պահպանել նույն ճշգրտությունը կառավարչական գործունեության մեջ։ Մենք մեր որոշումները կայացնում ենք հիմնվելով փաստերի վրա ու մարդկային գործոնի վրա հիմնվելով։ Ճշգրտությունը ամենակարևորը շտապողականություն չի, այլ մանրուքների վրա ուշադրություն դարձնելն է։ Մարդկային գործոնի պարագայում կարծում եմ այդ ճշգրտությունը շատ ավելի բարդ է, որովհետև մարդկային գործոնը միշտ չէ, որ կարելի է հաշվարկել։ Բավականին բարդ է, բայց մենք երկար տարիների փորձով լուրջ թիմ ունենք, ինչի հիման վրա մեր ոլորտում, մեր գործի մեջ այսքան ժամանակ այդ գործոնը բավականին արդարացված է։ Շնորհակալություն պարոն Բադեյան, ինձ մնում է ավելացնել միայն, որ եզրափակիչ խաղի մասնակից թիմի բոլոր անդամներին Եվրոստանոյոտ ընկերությունը նվիրում է ավիատոմս դեպի Բուլղարիա 2 անձի համար ամառային հանգիստն անցկացնելու նպատակով։ Շարունակում ենք խաղը 5-րդ խաղափուլ։ Պարոն Բալյան։ Այո։ Ծագումով հայերի կողմից արված գյուտերից էլ ինչ կհիշեք այս պահին, որն է դրանցից ձեր կարծիքով ամենաօգտակարը։ Ամենաօգտակարը։ Դե, օրինակ, այս սարքի մասին տեղակ չէի միջ հարցը։ Ճիշտն ասած, ես էլ եմ ծանոթացել հարցը կարդալիս։ Իմ դեպքում իմ համար շատ կարևոր է։ Օրինակ, այստեղ հուշում են MRT-ի ապարատը, ինչպես ասում են։ Դե որպես գործարար կարող էիք ասել դոլարի գույնը։ Ավտոմատ փոխանցման Ես եվրոյի կողմնակիցն եմ։ Հարց Յունիբանկից։ Ձեր դեմ խաղում է Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։ Այդ մասնագիտության մասին առաջին հիշատակությունները կարելի է գտնել դեռ հին շումերների մոտ։ Ուստի այն ունի արդեն իսկ առնվազն 4000 տարվա պատմություն։ Չնայած նրան, որ շատերն այդ մասնագիտությունը համարում են պահպանողական, նստակյաց եւ անգամ ձանձրալի, այն զանազան դրսևորումներ է ստացել տարբեր ժամանակաշրջաններում։ Օրինակ, Սահարայում մինչ այժմ կարելի է տեսնել նրանց ուղտերի քարավանները։ Իսկ հա Նորվեգիայում նրանք հատուկ նավեր են օգտագործում։ Մեր օրերում տարբեր երկրներում նրանց տրամադրության տակ կան արդեն դրոններ, անօդաչու սարքեր։ Ուշադրություն հարցը։ Որն է այդ զարմանալի մասնագիտությունը։ Հովիվներ։ Հովիվը լավ է, ուրիշ։ Հովիվը աշխատանքային թողնելա, պահակ։ Հովիվը շատ լավ է, Ոչի բան չի անում, բայց այնց ուղտերով կարելի է նայել, նավերով կարելի է սահմանել, դրոններով կարելի է։ պահպանողական, Պրոստը հովիվը նավի հետ չի բռնում, էլի հովիվ։ պահպանողական, Պահպանողական նստակյաց Սահարայում ուխտերի քարավաններ, Նորվեգիայում նավեր են օգտագործում։ ուղտերի քարավանները էլ ինչի համար կարան օգտագործեն։
Ինչ-որ բան ցույց տալու ճանապարհ վեր տեղափոխել։ Վեր տեղափոխելն է, ուղտերի կարևանը մեկը լոգիստիկայի հետ, բայց պահպանողական նստակյաց ու ձանձրալի մասնագիտություն կա լոգիստիկայի հետ կապված։ Պահակն էլ է ձանձրալի։ Լոգիստիկ տաքսիստի պահով Ունենք պահակ ու հովիվ ունենք։ տաքսիստի պահով ինչ բայց դրոնը չի նստել։ Պահակ ու հովիվ ունենք։ Այն տարբերակն է պահակ ու հովիվ։ Դրոններով տաքսիստ տեղափոխման համար Լեռնը փոխադրում։ Պարոն Բալյան, ով է պատասխանում։ Արմանը։ Լսում ենք ձեզ, պարոն Հայրապետյան։ Պարոն հաղորդավար, կարծում ենք խոսքը հովիվների մասին է։ Հասկանալի է, չնայած ես կարծում եմ պարոն Մեսրոպ Հակոբյանի եւ ձեր պատկերացումը հովիվների եւ նստակյաց կյանքի մասին շատ տարբեր է, ինձ թվում է։ Դե տանում են ինչ-որ միտեղ, հետո տեղ նստում են եւ սպասում են մինչեւ հոտը արածի եւ Ինձ թվում է դուք չեք տեսել հովիվների աշխատանքը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Սահարայում կարելի է տեսնել նրանց ուխտերի քարավանները։ Նորվեգիայում նրանք հատուկ նավեր են օգտագործում։ Մեր օրերում տարբեր երկրներում նրանց տրամադրության տակ կան արդեն անօթաչու սարքեր։ Խոսքը, պարոնայք, գրադարանավարների մասին է։ 3-2։ Մեսրոպ Հակոբյանը բերում է 3-րդ միավորը իր թիմին եւ իհարկե գումար չի վաստակում, որովհետեւ հարցը Յունի բանկից էր։ Շարունակում ենք խաղը, 6-րդ խաղափուլ։ Պարոն Բալյան, Այո։ կան արդյոք մասնագիտություններ, որոնք դուք համարում եք ձանձրալի եւ երբեք չեք ցանկանա զբաղվել։ Գրադարանավարի օրինակ մասնագիտությունը։ Անկամ դրոններով ինձ այնտեղ չես սովորի։ Ձեր դեմ խաղում է պատվական Համբարձումյանը, լեզվաբան Երևանից։ Պարոնայք, լսեք արևելյան մի առած։ Մի անգամ իմաստունին հարցրեցին, որն է ավելի նախընտրելի, խոսքը թե լռությունը։ Իմաստունը պատասխանեց, խոսքն ավելի լավ է։ Այս պատասխանը զարմացրեց մարդկանց, նրանք նորից հարցրեցին։ Այդ դեպքում ինչու էին իմաստուն մարդիկ նախկինում ասում, որ լռությունն ավելի լավ է։ Ուշադրություն հարցը։ Ինչպես իմաստունը բացատրեց իր դիրքորոշումը։ Ժամանակ։ Ինչու էին ասում։ Որ լռում էին, Ոնց են իմացել։ Այո, էլ։ Որ լռել են, ոնց եք իմացել, որ լռել են, ոնց են էդի ասել, ոնց են փոխանցել, ինչ որ տես բանով։ Որ լռեին չէիք իմանա, Այո, եթե լռեին չէիք իմանա, դա ավելի Դա հնարաբերել։ Նույնը կարելի է ճարամաբանություն։ Ինչի ավելի լավ, որովհետեւ լրության մեջ բայց այն համասկել չի ասում, որ լռությունը վատ ասում է, այն ավելի լավ է։ Լրության մեջ չգիտես ինչ խոսքեր կրնեն, կարող խոսքը կոնկրետ գիտես ինչա, լրությունը չգիտես ինչա։ Եթե լուր ես, նշանակում է, որ ինչ որ բան ես թաքցնում, գուցե Դա որ հարցին չպատասխանեմ լավ կլինի։ Չէ, այսինքն պետք է բան լնես։ Այո։ Լավ, հիմա մի լռենք նա խոսած է։ Լռությունը կարա արհամարանք որպես լինի, ինչպես է, որ ասում նախինում ասում էին, ինչպես բացատրեց, որ լրությունն ավելի վատ է։ Բացատրեց ինչը, որ լռությունը ավելի լավ թե որ լռությունը ավելի լավ է։ Ասել էին, ասում էին, որ լրությունն ավելի լավ է, ոչ թե ավելի լավ է։ Բանի ֆորմուլիրովկով, մի հատ ֆորմուլիրովկով։ Ավելի լավ է։ Ժամանակ, պարոն Բալյան։ կպատասխանի Օնիկա Աճեմյան։ Եթե դժվար չի ֆորմայի։ Իհարկե։ Պարոն Աճեմյան, Ասում եմ, ինչպես իմաստունը բացատրեց իր դիրքորոշումը։ իմաստունը բացատրեց, որ եթե լռությունը լավ էր, ապա որտեղից էին նրանք ասում, խոսքով են այդ ամենը փոխանցել, ինչպես եք դուք իմանում, որ դա նրանք ասել են, եթե լռել են։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Մի անգամ իմաստունին հարցրեցին, որն է ավելի լավ, խոսքը թե լռությունը։ Իմաստունն անսպասելիորեն պատասխանեց. խոսքն ավելի լավ է, քանի որ խոսքի ամբողջ
Արժանիքն այն է, պարոն Աճեմյան, որ եթե այն չլիներ, լռության բոլոր անգին հատկությունները կմնային չբացահայտված։ 4-2 պատվական Համբարձումյանը բերում է 4-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Իոնի բանկից։ Տիկնայք եւ պարոնայք, մեր դալիճում ներկա է Լիգային շուրանս ապահովագրական ընկերության կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի վաճառքի գլխավոր մենեջեր Նելի Ազիզյանը։ Բարի եկո Տիկին Ազիզյան։ Բարև ձեզ, պարոն հաղորդավար։ Տիկին Ազիզյան, դուք առաջին անգամ եք մեր դալիճում, թեև Լիգային շուրանսի հետ մենք աշխատում ենք արդեն շատ երկար ու ձիգ տարիներ։ Նախ կուզենայի կիսվեիք ձեր տպավորությամբ դահլիճից։ Դահլիճի էներգետիկայից, մթնոլորտից։ Բավականին հետաքրքիր խաղ է ընթանում, պարոն հաղորդավար, անգամ կարելի է ասել լավ առումով մենք լարվածության մեջ ենք գտնվում, ինչի համար նաև շնորհակալություն մասնակիցներին։ Չնայած նրան, որ խաղը դեռ չի ավարտվել, ես կարծում եմ, որ թիմը այսօր հաղթելու է։ Տիկին Ազիզյան, իսկ ձեր կարծիքով ո՞րն է դահլիճից խաղը հետևելու եւ հեռուստատեսությամբ հետևելու տարբերությունը։ Դե այսպես վստահաբար ավելի ներգրաված է ամեն ինչի մեջ, թիմի լարվածությունը ինչ-որ չափով մեզ վրա է ազդում, փորձում ես ամեն կերպ դու էլ մասնակցել, բայց չօգնել չհուշել։ Այո, այո։ Շնորհակալություն, շարունակում ենք խաղը 7-րդ խաղափուլ։ Պարոն Գրիգորյան։ Այո, պարոն հաղորդավար։ Դուք էլ պակաս իմաստուն չենք, համենայն դեպս նման հարցերին դուք փիլիսոփայական պատկերացումով շատ դեպքեր է եղել, որ պատասխանել եք։ Ձեր կարծիքով ի վերջո ո՞րն է ավելի կարևոր, խոսքը թե լռությունը։ Մի հատ ուրիշ իմաստունի վկայակոչեմ, Ռումին, եթե չեմ սխալվում, ինքը ասում էր, որ լռությունը դա Աստծո լեզուն է, մնացած ամեն ինչը վատ թարգմանություն։ Ես ինչ որտեղ համաձայն եմ դրա հետ։ Շնորհակալություն։ Ձեր դեմ խաղում է Էվելինա Մարտիրոսյանը։ Ուշադրություն էկրանին։ Ձեր առջև խաչա կամ հաչա կոչվող երկճյուղ ցիցն է, որն օգտագործել են գյուղատնտեսության մեջ դեռ վաղ ժամանակներից։ Օրինակ, ծառի ճյուղը բարձր պահելու համար։ Իսկ ավելի մեծ տեսակները մինչ եղանի հայտնագործումը կիրառել են խոտ հավաքելու համար։ Ուշադրություն հարցը. ինչ տեղանուն է առաջացել այս գործիքի եւ գետերի համադրման արդյունքում։ Ժամանակ։ Գործիքի ու գետերի։ Գետը բարի մասին է խոսքը, ոնց որ Y-ի պես գալիս է, Քաչ մերուկ։ Խաչ մերուկ։ Դե խաչ Տեղանունը, կոնկրետ տեղանունի մասին է խոսքը։ կարա մեկը մեկը աչափնյակ, Հաչ ապայն, ուղղակի ուրիշ։ Հաճա կամ խաչա ֆոնետիկ ինչ բառեր եք հիշում։ Հիշեք։ գետը մի քիչ դելտայի նման էս բա գալիս է, էլի։ Նաև Գետի հոմանիշներ ասեն, գետի հոմանիշներ, ինչ գետի հոմանիշներ։ Հաճար Կարա լինի, Խաչա Հայաստանի թեմայի Հավասար չի, էլի, այս մեկը մի քիչ շատ ավելի մեծ է, պրիտոմ աչք է, էլի, դրա համար աչափնյակի վրա գնացի։ Ռագատը չէ։ առու գետա գետի հաճա գետ, աչաջու, Աչաջուրն էլ է վատը չի։ Աչից գալացող ջուր, էլի, ավելի մեծ Էլ Պարոն Բալյան, Պարոն հաղորդավար, պատասխանում եք, թե վերցնում եք։ մենք կվերցնենք մեր ընկերների օգնության հնարավորությունը։ Խնդրեմ հարցը կրկնել։ Իհարկե։ Այդ դեպքում ես հարցը մինչև վերջ կարդամ, հետո նոր կտամ 20 վայրկյան, որից հետո կարող են օգնել ձեզ։ Ձեր առջև խաչա կամ հաչա կոչվող երկճյուղ ցիցն է, որն օգտագործել են գյուղատնտեսության մեջ դեռ վաղ ժամանակներից, օրինակ ծառի ճյուղը բարձր պահելու համար, իսկ ավելի մեծ տեսակները մինչ եղանի հայտնագործումը կիրառել են խոտ հավաքելու համար։ Ինչ տեղանուն է առաջացել այս գործիքի եւ գետերի համադրման արդյունքում 20 վայրկյան դալիճի օգնության համար։ Աչաջուրն է, ժողովուրդ։ Աչաջուր։ Ուրիշ տարբերակներ։ Ուրիշ տարբերակներ։
Ուրիշ վարիանտ ունենք, Ժորժ, կա ուրիշ տարբերակ։ Բայց աշոտ հաստատ, հա։ Ну, հա, էլի։ Ժամանակ Մեր տարբերակ ու դալիճի տարբերակը համադրելով պատասխանենք աչաջուր։ Աչաջուր։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Բալյան, ինձ թվում է դուք ուշադիր չէիք, որովհետև երբ ես ասեցի ձեր դեմ խաղում է Էվելինա Մարտիրոսյանը, ես չնշեցի, թե որտեղից է մեր հեռուստադիտողը։ Սովորաբար ես այդպես չեմ անում։ Հաչայի հն տարիների ընթացքում սղվել է, իսկ քանի որ բնակավայրը գտնվել է Աչայի տեսքով երկու գետերի միջակայքում, այն ստացել է Աչաջուր անվանումը, Աչաջուրը Էվելինա Մարտիրոսյանի հայրենի գյուղն է։ 4-3 թիմը դալիճի օգնությամբ կրճատում է հաշվի մեջ տարբերությունը, սակայն Էվելինա Մարտիրոսյանը ստանում է 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից որպես փոխհատուցում։ 8-րդ խաղափուլ։ Պարոնայք, սա վերաբերում է երևի թե ողջ թիմին։ Հայաստանի որ մարզում եք ամենից հաճախ կազմակերպում ձեր հանգիստը։ Երևան։ Օտայքի, Տավուշի։ Լորի։ Դե Օտայքի եւ Տավուշի։ հաջորդ անգամ Տավուշ գնալիս անպայման կայցել եք Աչաջուր։ Ամենաշատ Տավուշ, բայց ամենացիլելին Արցախն է։ Որ ցավոք հիմա չենք կարող գնանք։ Սլակի ուղղությամբ ձեր դեմ խաղում է Հայկ Սահակյանը, լրագրող Երևանից։ Ուշադրություն էկրանին։ Ձեր առջև ֆրանսիացի նկարիչ Ժակ Օնֆրուա դե Բրևիլի աշխատանքն է, որի վերևի մի հատվածը մենք թաքցրել ենք ձեզանից։ Այս կտավում պատկերված է երիտասարդ Նապոլեոն Բոնապարտը, թագավորական ռազմական դպրոցում ուսանելու տարիներին։ Ուշադրություն հարցը։ Ինչպես է հեղինակը փորձել արտահայտել հետագայում գրեթե ամբողջ Եվրոպան գրաված Նապոլեոնի նվաճողական նկրտումները, ինչ ենք մենք թաքցրել ձեզանից։ Պատասխանը պատրաստ է, պարոն Օթոր։ Լսում ենք։ Նկարում թաքցված է Նապոլեոնի շողքը, որը ընկնում է Եվրոպայի քարտեզի վրա։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ժակ Օնֆրուա դե Բրևիլի աշխատանքում մենք թաքցրել ենք ձեզնից Նապոլեոնի ստվերը քարտեզի այն հատվածի վրա, որտեղ պատկերված է Եվրոպան։ 4-4 Արմեն Բալյանը հավասարեցնում է խաղի հաշիվը, ինչպես նաև տնտեսում 1 րոպե լրացուցիչ թիմի համար։ Իսկ մենք շարունակում ենք խաղը, 9-րդ խաղափուլ։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր հարցերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով. Երևան Եղվարդի խճուղի 1 Արմենիա հեռուստատեսություն, ինչ որտեղ երբ հեռուստախաղին, կամ info@prt.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև 3w.tv.am կայքի միջոցով։ Այն նամակները, որտեղ տեղեկատվության աղբյուրը եւ ձեր հեռախոսի համարը նշված չեն լինի, չեն դիտարկվի մեր խմբագիրների կողմից։ Ձեր դեմ խաղում է Ալբերտ Նուշիկյանը, որակի ապահովման ինժեներ Երևանից։ Ուշադրություն, սև արկղ։ Այն, ինչ գտնվում է սև արկղում, ստեղծել է անգլիացի գյուտարար Բրայան Դոնքինը 1803 թվականին։ Այս հայտնագործությունը թույլ է տվել նվազեցնել որոշ թռչունների նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքը։ Ուշադրություն հարցը. Ինչ է սև արկղում։ Ժամանակ։
ինչ որ ձևի գրիչ, պիրո, բայց բան, էական չի գրիչ։ Էլ Ուրիշ բան չի գալիս։ Ուրիշ թրջուններին Թրջուններին երբեք օգտագործել, ինչի համար կարելի է օգտագործել։ Դասորդի չենք վերցել, ուրիշ շնորհակալ ենք։ Թրջնի միսը էլ որտեղ են օգտագործում, որը հիմա ոսկոր ինչ բանից կաշվից ինչ որ բան սարքում են, չէ։ Չկան գիտեմ, մաշկը չեն օգտագործում։ Ոսկորները օգտագործում են։ Ինչի համար։ Ինչի համար։ Շատ թեթև է, ճիշտ է։ ինչի համար կարելի է օգտագործել։ Ինչ գյուտ կարելի է դառնալ։ Կոնստրուկցիաների համար։ Հետուներից դուրս գան, քիչ են սատկացնում, ասենք շատ են աղտոտում, սատկացնում, Որպես ինչ պոստակը։ չկերտվի։ Ասենք ինչ որ տելեգրաֆ, մելեգրաֆ ինչ որ բան լինի, նամակ գրելու, հուշ թրցնելու փոխարեն տես նամակի։ Բայց գրում են էլի գրիչ։ Կարող է բան Telegram-այի ինչ որ շատ բայց 1910-ին օգտագործվել են օգտագործելը չի ասում։ դաժան վերաբերմունքը։ Չեն սպանել, այսինքն կարող է չեն սպանել, պրոստո։ Եկել են թռնելու իրավունքից։ Այո։ Պարոն Բալյան, ով է պատասխանում։ Կպատասխանի Վարդանը Գրիգորյան։ Լսում ենք ձեզ, պարոն Գրիգորյան։ Ենթադրենք, որ գրելու համար հարմարանք գրիչ ինքնաուզգրիչ, որը փոխարինել է փետուրներին, որով գրում էին մինչև այդ, որի պատճառով դաշան վերաբերմունք էին ցուցաբերում թռչունների նկատմամբ։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Բրան Դոնկինի գյուտը, որը նպաստել է որոշ թռչունների նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքի նվազեցմանը, բացենք սևարկղը, գրչածայրն է, որի շնորհիվ փետուրները գրելիս սկսեցին ավելի ու ավելի քիչ օգտագործել 5-4 թիմը առաջ է անցնում հաշվի մեջ Վարդան Գրիգորյանը բերում է 5-րդ միավորը իր թիմին ինչ որտեղ երբ ձմեռային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը Հայաստանի ինտելեկտուալ շարժման պաշտոնական գործընկեր Լիգային շուրանս ապահովագրական ընկերություն մեր վստահելի գործընկերն է Եվրոստանոյոտ ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը, Գովազդ Armenia TV-ի եթերում։ Տիկնայք եւ պարոնայք, ես արդեն առիթ ունեցել էի ասելու, որ մեր դահլիճում ներկա է Յունիբանկի վարչության նախագահի առաջին տեղակալ, իրավական սպասարկման եւ ժամկետանց պարտավորությունների հետ վերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանը։ Տիկին Առաքելյան, Լսում եմ ձեզ, պարոն հաղորդավար։ ձեր կարծիքով արդեն հաշիվը 5-4 է, այս պահի դրությամբ, ով է թիմի լավագույն գիտակը։ Կդժվարանամ պատասխանել, որտեղ ընդհանուր բոլորն էլ ակտիվ մասնակցում են հարցերի, այսպես ասած, քննարկմանը, կարծում եմ թիմի ավագը։ Թիմի ավագին այնուամենայնիվ կառանձնացնել։ Իսկ խաղի մասին ընդհանրապես ինչ կարող եք ասել։ Մի փոքր լարված է անցնում, այդ թվում այդ լարվածությունը նաև դահլիճին է փոխանցվում, բայց շատ հետաքրքիր խաղ է ընթանում, հաճելի է ներկա գտնվել։ Շնորհակալություն, շարունակում ենք խաղը, 10-րդ խաղափուլ։ Պարոն Գրիգորյան, Այո, պարոն հաղորդավար։ ժամանակին գրիչը ցանկալի եւ հեղինակավոր նվեր էր համարվում։ Ունեք արդյոք ինքնատիպ գրիչների հավաքածու։ Հավաքածու, որպես այդպեսին չունեմ, գրիչ ունեմ շատ, համարյա չեմ օգտագործում միայն ստորագրելիս, այս գրիչը նվեր է օրինակ։ Կաշառք չի, նվեր է։ Կախված է արժեքից։ Հայտարարագրել ես Չասեմ արժեք։ Սլաքի ուղղությամբ ձեր դեմ խաղում է Էդգար Գևորգյանը, տնտեսագետ, քաղաք Բրբանք, ԱՄՆ։ Մի անգամ Կարլ 5-րդ կայսրը Ամերիկայից վերադարձած կոնկիստադոր Էրնան Կորտեսին թղթի մի թերթ մեկնեց եւ խնդրեց նրան նկարել Մեքսիկայի քարտեզը։ Ուշադրություն, հարցը։ Ինչ արեց Կորտեսը թագավորի խնդրանքին ի պատասխան եւ ինչպես բացատրեց իր քայլը։ Ժամը։ Սաղսարը։ Լավ, էլ Տեխասի հետ կապված այն ժամանակ որևէ բան կարող է լիներ։ Ովից եկած մարդ։
Սաղաս Մեքսիկայի աչերտանյանները հիշում ենք։ Այո։ Ծծված ինչ որ բան է, ինչ կարար է լավ։ Բռներ ֆրեսներ, չէ, մենակ լրիվ չէ, մենակ Այդ ժամանակ պատկացել են հոսեզը տենց չէր լինելու, մարդը ժիվոյից իրա տեսածը պետք է ասած լիներ, սարա, անտառա, չոլա։ Սարել կա, բայց Իսկ դրեն նկարել հետո կարիք չկա։ Վրան հող լցեց, որ անապատա։ Նկարելու կարիք էլ չկար, թե ուղակի ճմրթելա ու վերջ։ Պատրելը կարանին է։ Ինչ որ բանի համար չգիտեմ։ Պատրելը այդ սիմվոլիկան չունի։ Ասում են նկարել մենք այդ մենակ ինչ պետք է կարաս մենակ Վայտի ունենք, մի լրվի։ Կլորել բաժանացավ։ Կարմիրով է գուցե ներկել։ Երկու րոպեն վերցը դավիթ անենք։ Ինչա։ Կարմիրով է գուցե ներկել։ Երկու րոպեն կվերցնենք։ կարմիրով Չի բխում ինչու՞ կա, արյունով գուցե։ Ժամանակ, պարոն Բալյան։ Պարոն Արտավար, Դուք պատասխանում եք, թե վերցնում եք երկրորդ րոպե։ պատասխանում ենք։ Լսում եմ ձեզ։ Ես կփորձեմ պատասխանել։ Հեռնան Կորտեսը թուղթը վերցնելով այն ինչ որ կերպ ճմռել է, ցույց տալով Մեքսիկայի աշխարհագրական մեր ծանոթ տեսքը, այնպես ինչպես ինքն նա պատկերացնում էր։ Իսկ ո՞րն է մեր ծանոթ տեսքը, պարոն Բալյան։ Ինչ որ ցկված ֆորմայով, որոշակի մասերում լեռնային, որոշակի մասերում տափաստանային, դա կարելի է ստանալ անպայման չեն նկարելով, այլ նաև թուղթը ինչ որ տեսքի բերելով։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Թագավորի խնդրանքին ի պատասխան Կորտեսը ճմրթեց կայսեր պարզած թուղթը, ճմրթած թուղթը պատկերավոր կերպով վերածվեց բազմաթիվ փոքրիկ կիրճերի, գագաթների, ձորերի եւ գետահովիտների։ Հենց սա է նոր Իսպանիայի քարտեզը, պատասխանեց Կորտեսը։ 6-4 հոգուտ գիտակների պարոն Բալյանը բերում է 6-րդ միավորը իր թիմին։ Ես արձանագրում եմ գիտակների հաղթանակը եւ նշում հաղթողների անունները։ Արամ Շավերձյան, Օնիկ Աչեմյան, Արման Հայրապետյան, Արամ Չոբանյան, Վարդան Գրիգորյան եւ թիմի ավակ Արմեն Բալյան։ Պարոն Բադեյան, ով էր այսօրվա խաղի լավագույն գիտակը։ Իմ կարծիքով թիմի ավակ Արմեն Բալյանն է։ Այսօրվա խաղի լավագույն գիտակ է ճանաչվում Արմեն Բալյանը եւ ստանում է վիրավոր արջի վերադարձը վերտարության բանաստեղծությունների ժողովածուն հեղինակի Դավիթ Մշեցու մակագրությամբ։ Թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը, իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է առաջիկա համերգի իրավիճակոմս 2 անձի համար։ Հիշեցնեմ նաև, որ ոսկե արծվի մրցանակակրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է 20-րդ համերգաշրջանի աբոնեմենտային քարտ։ Իսկ եզրափակիչ խաղի մասնակից թիմի բոլոր անդամներին Եվրոստանոյոտ ընկերությունը կնվիրի ավիատոմս դեպի Բուլղարիա 2 անձի համար, ամառային հանգիստն անցկացնելու նպատակով։ Տիկին Օվսաննա Առաքելյան։ Այո, լսում եմ ձեզ։ Եկավ ժամանակն ընտրելու լավագույն հեռուստադիտողին, հիշեցնեմ հաղթող հարցերի հեղինակներին։ Կարեն Աբրահամյան լուսանկարի եւ ռենտգենյան նկարի մասին հարցը, Լիլիթ Չախոյան սնահավատ մարդկանց մասին 12.5 հասցեով, Յունիբանկ, սա չենք նայում գրադարանավարների մասին եւ պատվական համբարձումյան խոսքի եւ լռության մասին։ Երևի խոսքի եւ լռության մասին հարցը։ Պատվական Համբարձումյանը խոսքի եւ լռության մասին հարցով ճանաչվում է այսօրվա խաղի լավագույն հարցի հեղինակ եւ ստանում է լրացուցիչ 50,000 դրամ գումար Յունիբանկից։ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ են պատասխանել, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Տիկին Մարիամ Ղարդյան, հիշեցնեմ հիմա այդ հարցերը։ Վլադիմիր Գալստյան, Ձմեր Պապի ապահովագրության մասին հարցը, Էդգար Մինասյան, Սուրճի ավտոմատի մասին, Էվելինա Մարտիրոսյան, Աչաջուր տեղանվան մասին, Հայկ Սահակյան, Նապոլեոն Բոնապարտիստվերի մասին, Ալբերտ Նուշիկյան, Պղնձե Գրչածայրի եւ Էդգար Գևորքյան Մեքսիկայի քարտեզի մասին։ Պարոն հաղորդավար, վերջին հարցը։ Էդգար Գևորքյանը Մեքսիկայի քարտեզի մասին
հարցով ստանում է 50,000 դրամի նվերքարտ Աթենք ընկերությունից։ Խաղն ավարտված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից Armenia TV-ի եթերում։